Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Տավուշի մարզ տարավ, քաղաք Իջևան։ Օրվա հյուրը դիրիժոր Դանիել Դանիելյանն է։ Դանիել Դանիելյան, դիրիժոր։ Ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1990-ից 1994 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երգչախմբային դիրիժորության բաժնում։ 1998 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը, որից հետո ուսումը շարունակել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Ուսումնառության տարիներին աշխատել է որպես Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախմբի խմբավար։ Եղել է նաև Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի խմբավարը։ 2000 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա և շուրջ 20 տարի եղել Լիոնի օպերետային թատրոնի արտիստ։ 2001-ից 2023 թվականներին ղեկավարել է Ժենաս քաղաքի Մելոդիա երգչախումբը։ Այդ տարիների ընթացքում վոկալ անսամբլների դիրիժորություն է դասավանդել Լիոնի մետրոպոլիայի Ժիվոր և Սենտ-Ֆուա-լե-Լիոն քաղաքների կոնսերվատորիաներում, Վո-Անվլենի արվեստի դպրոցում։ 2014-ից 2020 թվականներին եղել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մետրոպոլիայի Ժիվոր քաղաքի հանրային ժողովրդական համալսարանի տնօրենը, իսկ 2020-ից 2023 թվականներին Դեսին Շարպիե քաղաքի քաղաքապետի տեղակալը։ 2023 թվականին Դանիել Դանիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Բարև ձեզ, իմ անունը Դանիել է, չեմ հարցնում յուրաքանչյուրի տանը, որովհետև ես 3 ժամ կտևի, բայց շատ կուզեի իմանալ։ Եկեք ծանոթանանք նախ եւ առաջ, ուզեմ հասկանալ Իջևանից ովքեր կան, Իջևան հենց քաղաքից ովքեր կան։ Իջևանից դուրս մնացածը պարզ է, բայց ասեք որտեղից, որովհետև ես չեմ կարող գուշակել, որտեղից եք, ասեք։ Ակնաղբյուրից։ Ուրիշ։ Ազատամուտից։ Որ։ Խաշտարակից։ Ուրիշ։ Աչաջրից։ Գանձաքարից։ Ինչ սիրուն անուններ կա։ Էլ ինչ ասեցիր։ Վարդաշեն։ Վարզ։ Վազաշեն։ Վազում եք։ Վազաշեն, շատ լավ, վազերի համար հասկացա, այո, որ? Գետահովիտից, ընտիր, հովքից, օքեյ, շատ լավ, շատ ուրախ եմ, որ փաստորեն ամբողջը չէ, բայց մեծ ես համայնքից եկել եք, շատ ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու համար, մեկ էլ մի բան ասեք, ձեզ պետք է ասել երեխեք ջան, թե ասել երիտասարդներ ջան, ոնց եք կարծում, որտև երեխեք ջան, հլը, բոլորը համաձայն են, դրան, լավ, փաստորեն հլը որ երեխեք եք, հլը որ, մյուս տարի կարող արդեն դառնաք երիտասարդներ ջան, չէ, լավ, շատ լավ, երեխաներ ջան, շատ ուրախ եմ ձեզ հետ լինելու, այո, տարբեր, ես մտածում եմ ինչի մասին կարելի է ձեզ հետ զրուցել, կարող ենք զրուցել երաժշտությունից, կարող ենք զրուցել կերպարվեստից, պարարվեստից, թատրոնից, կինոյից, ինչից ուզում եք կարող ենք զրուցել, բայց որոշեցի ձեր տարիքը հաշվի առնելով, զրուցենք սովորելուց, զրուցենք մասնագիտական ուղիներից, եւ զրուցենք ձեր ապագայից, թե ինչ եք ուզում դուք անեք։ Ես ուզում եմ սկսել մեր զրույցը մի հատ
հասարակ թվացող, բայց շատ կարևոր հարցից։ Եվ դուք պետք է պատասխանեք, փիլիսոփայական պատասխան պետք չի, ձեր պատկերացրած պատասխանն է պետք մի բառով, մի նախադասությունով կամ 5 րոպեանոց բացատրությունով։ Ինչի է պետք սովորելը։ Ում է պետք կրթությունը, ինչու համար է սովորելը եւ այլն։ Հարցը պարզ է, չէ՞։ Եկեք պատասխանենք։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու պետք է սովորել իր երկրի առաջընթացը ապահովելու համար, քանի որ եթե սովորում ես, հետագայում լինում ես հասարակությանը պիտանի մարդ եւ այսպես ասած հետագայում քո հայրենիքի համար որոշակի դեր ես կատարում։ Շատ շնորհակալություն։ Իրականում սովորելու մասին շատ կարող ենք խոսել եւ ընդլայնվել, քանի որ մեր շուրջը տեխնիկայի եւ առհասարակ ամեն ինչ, ինչին մենք չենք կարող տիրապետել առանց սովորելու։ Դրա համար կասեմ մի բառով, սովորելը մեզ պետք է ապրելու համար։ Քանի որ յուրաքանչյուր քայլ պետք է անենք մտածված, որպեսզի հասնենք հաջողության։ Նայեք երեխեք, արդեն երկու հատ մասնագետ ունենք։ Մի հատ ունենք քաղաքական գործիչ, ինքը քաղաքապետարանի ընտրություններում 5 տարի հետո մասնակցելու է, որպես քաղաքապետ։ Մի հատ ունենք արդեն հասարակական գործիչ, տենց թաթերական, բան տենց ինչ-որ կինոյի, տենց ինչ-որ բաներ եմ զգում։ Շատ լավ է։ Այն ինչ որ ասել, ես նաև ուշադրություն եմ դարձնում քո բովանդակությանը եւ ձևին ասելու։ Ուրիշ երեխեք ջան, խնդրեմ։ Իմ կարծիքով սովորելը անհրաժեշտ է հենց մեր ապագայի համար, մեր գեղեցիկ, պայծառ ապագայի համար ու հենց մեր նպատակներին ու երազանքներին հասնելու համար, ինչպես նաև մեր ցանկությունները բավարարելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, միջև մեկը որոշի էլի պատասխան տա։ Օրինակ դպրոցում լիքը առարկաներ կա, ես գիտեմ ձեր տարիքում, ես էլ եմ եղել ձեր տարիքում, չէ՞։ Նենց ասում եի, դե լավ, մաթեմատիկան ինչի՞ս է պետք։ Չէ՞։ Կամ ասում եի, լավ դե աշխարհագրությունը ինչի՞ս է պետք։ Հիմա դուք կարող եք ավելի շատ ասեք, երբ պետք է ասեք մի հատ քաղաքի տեղ իմանալու, ասենց կդնեմ, կասեմ, Պեկինը որտեղ մայրաքաղաքն է, մի անգամից կիմանամ։ Հիմա ուզեմ հասկանամ, պետք է այդ առարկաները, թե պետք չեն այդ առարկաները սովորել։ Դե բնականաբար սովորելը ամեն դեպքում պետք է, անգամ մեր մասնագիտությունից ելնելով, եթե օրինակ ես ուզում եմ բժիշկ դառնամ, սովորեմ Երևանում, ինձ պետք է միայն կենսաբանություն եւ քիմիան, բայց աշակերտներ կան, որ տեսնում են, որ ինչին է պետք ինձ անգլերենը, օրինակ։ Հա, ասենք բժիշկ դառնալը։ Բայց իրականում երբ որ տեսնում ենք մի ուրիշ տեսանկյունից, բնականաբար այլ առարկաներ գոնե որոշակի չափով պետք է իմանանք։ Երբեք էլ չեմ ասի, որ կրթությունը ինչ որ մեկին պետք չի, անկախ բնագավառի, եթե դու կապ չես ունենում այս առարկայի հետ, քեզ պետք է։ Կրթությունը դա չեմ ասի դժվար չէ, կրթությունը շատ դժվար է, բայց շատ հաճույք է։ Երբ որ 10 տարի հետո մենք նայենք մեր սովորածին, հասկանալու ենք, որ ափսոսելու ենք այն տարիները, որ չենք սովորել, ու ինքնազարգացման է տանում կրթությունը, ինչքան շատ բան իմանանք, այդքան շատ ենք զարգանալու, ու ինչը որ մեզանից ուզում է տանջանք, շատ աշխատանք, հաստատ երբեք հուսախաբ չի անում։ Նենց որ կրթությունը ամեն պարագայում պետք է։ Շատ լավ, համաձայն ենք քո հետ։ Եղեք ջան, անկեղծ եք, չի ասում։ Ուղղակի տես ճառեր չեք ասում, որովհետև բաներ կան, տեսախցիկներ կան, ասում եմ։ Շատ լավ է, բոլորիդ հետ էլ համաձայն եմ, խոսենք ուրիշ կարծիքներ, արդեն երկու հատ հարց եղավ, փաստորեն եղավ ինչին է ծառայում կրթությունը կամ ինչու է պետք սովորել, եւ երկրորդը տենց ընթացքում դուրս եկավ, արդյոք արժի այդ բոլոր առարկաները, որ դպրոցում սովորում ենք, սովորենք։ Պետք է որ բոլոր առարկաները, որ ասում ենք դպրոցում սովորես։ Թե կարաս ասես դեր երկու հատ սովորել, երկու հատ դենի հերիք է։ Պետք է, որովհետև գիտելիքը պետք է։ Որովհետև գիտելիքը պետք է, կարճ, կոնկրետ, շատ բարձ։ Եկեք ելով կուզի, այդ երկու հարցին, ահա։ Կամ կարող է ուրիշ հարցադրում լինի, բան անեք, ասեք, սկսենք խոսելը։ Նկատել եմ, որ շրջապատում շատ հաճախ լռում են, ուղղակի նրա պատճառով, որ չեն սովորել, երբ որ պետք է եղել։ Այդ բան մի բանից զրուցում են, չէ, ընկերներով դու լռում ես, որտեվ չես հասկանում ինչի մասն է խոսակցությունը։ Առարկաներն էլ, թեկուզ այն առարկաները, որ հիմա 8-րդ ժամով շատ դասեր են անցկացվում, շատ աշակերտներ հիմնական մասը ասում են անիմաստ է 8-րդ ժամը արդեն հետ իմպլան են գցում, հա, հոգնած են, բայց այդ առարկաները հիմնականում մեր զարգացման, աշխարհայացքի մեծացման, ծավալման դրա համար է եւ կարծում եմ, որ բոլոր առարկաներն ամեն դեպքում այս աշխարհում պետք են։
Այս երկու հարցերին եւ նաեւ մյուս այլ հարցերին ես կպատասխանեմ երևի սենց, որ ուսուցումը մեր կյանքն է, այստեղ հնչեցին տարբեր առարկաներ, կենսաբանություն, քիմիա, մաթեմատիկա, ֆիզիկա եւ այլն, այդ բոլորը մեր կյանքն է։ Կենսաբանությունը մենք ենք, քիմիան ինչ որ մեր բնությունն է, նույնիսկ էլի մենք ենք, ֆիզիկան մեր շրջապատն է, լեզուները մենք խոսում ենք այդ լեզուներով, այդ ամենը պետքա մարդ իմանա եւ բազմակողմային զարգացած լինի, գոնե բազան ինքը պետքա տիրապետի, որ ապագայում ինքը արդեն հասկանա ինչն է իր սրտին ավելի մոտիկ եւ ինչով ինքը շարժվի ապագայում։ Շատ հետաքրքիր բան ձևակերպումները տվեցիր ու ես համաձայն եմ սրա այդ քո կարծիքի հետ նույնպես։ Տեսեք, համել այս ծանոթությունը շարունակենք, սիրելի երեխաներ, ապագա երիտասարդներ, ինձ ներկայացեցին, ասեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ, բայց ես այնպես չի որ ծնվել եմ նախարարի տեղակալ, ես էլ ձեր տարիքում գնացել եմ դպրոց, սովորել եմ, դպրոցի հետ զուգահեռ գնացել եմ երաժշտական դպրոց, արվեստի դպրոց, հետո սովորել եմ երաժշտական քոլեջում, հետո սովորել եմ կոնսերվատորիայում, հետո սովորել եմ ասպիրանտուրայում, հետո գնացել եմ Ֆրանսիա, կյանքիս կեսը անցկացրել եմ Ֆրանսիայում, կասեմ ինչ գործունեությամբ եմ զբաղվել, հետո ես 2 տարի եկել եմ Հայաստան, վերադարձել եմ Հայաստան, որպեսզի այն ինչ որ սովորել եմ, ոչ թե դպրոցում, այլ ամբողջ կյանքումս, այսինքն մի 40 քանի տարի սովորել եմ, այս ամեն ինչը ներդնեմ Հայաստանի մշակութային կյանքում եւ ընդհանրապես Հայաստանի համար։ Հայաստանը մեր հայրենիքը, մեր երկիրը իր գյուղերով, քաղաքներով, ավաններով, բնակավայրերով եւ իր երեխաներով, իր մարդկանցով, ամենակարևորը մենք միշտ մոռանում ենք։ Մենք ասում ենք սարեր, ձորեր, բան, բայց մոռանում ենք մարդկանց, իսկ մարդիկ դուք եք։ Հիմա տեսեք, իմ կյանքի ընթացքում շատ գործեր եմ արել, շատ տարբեր բաներ եմ արել, մի քանի այնց կարևոր բաները տամ, նախ Հայաստանը ասեմ, Հայաստանում դեռ կոնսերվատորիան չավարտած, սկսեցի աշխատել որպես խմբավար, ռադիոյի եւ հեռուստատեսության, ուրեմն այդ անսամբլներում սկսեցի աշխատել որպես խմբավար։ Հիմա մի հատ եկեք ստեղ ստոպ տանք եւ Ֆրանսիայել որ գնացի առաջի գործս եղավ խմբավարությունը, հենց առաջ մի քանի ամսից հետո սկսեցի խմբավար լինել։ Եկեք բոլորդ հասկանում եք ինչա խմբավարը։ Դիրիժոր, հասկանում եք ինչա։ Ձեր պատկերացմամբ ինչա պետք իմանալ, որպեսզի լինել դիրիժոր։ Երաժշտական կրթություն պետք է ունենալ։ Երաժշտական կրթություն։ Դա էլ ինչ։ Ռիթմի զգացողություն, բնականաբար, էլ ինչ։ Ջան։ Լինել շատ ուշադիր, այո։ Պատասխանատվություն։ Գործիքներից ինչ որ գիտելիք։ Բոլոր գործիքներից ինչ որ գիտելիք։ Հա ջան։ Ես ընդհանուր գիտելիք գործիքների մասին։ Ընդհանուր գիտելիք գործիքների մասին։ Ես կասեի, այս լավ իմացություն գործիքների ձայնի, չէ՞ որ երգի, չէ, ձայնի։ Ահա, էլ ինչ։ Ձեր կարծիքով խմբավար դիրիժոր լինելու համար ինչա պետք, որ ես իմանալ։ Վստահություն, շատ ճիշտ, հոգեբանական պահա, հա ջան։ Նպատակասլացություն, շատ լավ, էլ ինչ ձեր կարծիքով, ինչա պետք, որ լինես դիրիժոր։ Լավ լսողություն, այո։ Աշխատասիրություն, կենտրոնացած լինես, այո, կենտրոնացած լինես։ Դե ահագին ասեցիք, հիմա նայեք, ինձ ինչ էր պետք, բնականաբար երաժշտական կրթություն։ Այդ որ ասեցիք շատ ճիշտ է, երաժշտական կրթության մեջ մտնում է ռիթմը, ռիթմի զգացողությունը, մտնում է գործիքների, բոլոր գործիքների լավ ճանաչելը, մտնում է ձայնը լավ ճանաչելը, մտնում է խումբ ղեկավարելու կարողությունները, չէ՞ որ այնտեղ ամենակիչը, ասենք ամենափոքր խումբը պետքա լիներ մի 15-20 հոգի երգչախումբ, եթե վերցնես որ նվագախումբ էլ կա, մի 50 հոգի էլ նվագախումբ, այն փոքր կազմերն եմ ասում։ Կամերային կազմերն եմ ասում, այո։ Կարամ ասեմ սիմֆոնիկ կազմերը 100 հոգանոց նվագախումբ, 100 հոգանոց երգչախումբ, արդեն եղավ 200 հոգի մարդ։ Չէ՞։ Այդ 200 հոգին նես չէ, որ գալիս ես խելոք լսում են, ինչ ասում ես, խելոք անում են։ Հետ տենց չի, ոչ Հայաստանում, ոչ էլ արտասահմանյան երկրներում, եթե իրանց սխալ բան ասես, իրանք կասեն հիա։ Չեղավ տենց, չի կարելի, չէ՞։ Այսինքն պետք է առնվազն իմանաս այդքան գիտելիք, ինչքան որ իրանք գիտեն։
ու դրանից ավելի հետաքրքիր բան ասես իրանց առաջարկես, որպեսզի անենք, չէ՞։ Էլ ինչ ասեցիք կենտրոնացած լինել, շատ ճիշտ, կենտրոնացած լինես, որպեսզի այդ 100 հոգին, որ նվագում են, մի հատ հասկանաս ով սխալ արեց, ով ճիշտ չնվագեց, ով ռիթմից դուրս գնաց, ով նվագեց կամ չնվագեց, այս ամենը չէ, որ իրանց պետք է ասես, ասենք երկրորդ ջութա խնդրում եմ, սենց նվագեք, չորրորդ բանը, շեփորը սենց նվագեք, այն կլարնետը սենց նվագեք եւ այլն, պետք է բաները տաս։ Այդ այն ինչ որ շատ հստակ է, շատ բան է, բայց նաեւ պետք էր ինձ խումբ կառավարելու հմտություններ, որոնք որ չէի սովորել, ես դպրոցում չեն սովորացնում, խումբ կառավարելու, ասենք, հմտություններ։ Ինձ պետք էր օրինակ ֆիզիկա իմանալ։ Կարող եք ասել ինչու համար ինձ պետք ֆիզիկայի գոնե տարական կանոնները իմանայի։ Հաջան։ Ձայների Ակուստիկան։ Ակուստիկայի մասին է խոսքը։ Այդ ակուստիկան այնա, որ ասինքն, տեսեք, այս դահլիճում ես կոնկրետ լսում եմ, ստեղ, ասենք, որոշ բաների համար այդքան էլ հաջող չի լինի ձայնը, ասենք, որտեվ ինքը հետաքրքիր ակուստիկա ունի։ Եկեղեցում օրինակ նկատել եք, որ sense խոսում եք, sense ինքը արձագանքում է, բայց որ եկեղեցում արագ ինչ որ խոսես, խառնվի մարդիկ չեն լսի ինչի մասին է խոսում։ Դա համար եկեղեցական երգերը շատ ժամանակ նկատել եք, որ դանդաղ են։ Որտեվ եթե արագ են լինում, sense այդ բանի հետ արձագանքի հետ խառնվում են ու իրանք բան են, չես հասկանում բառերը, չես հասկանում։ Եկեղեցական երգերը հիմնականում դանդաղ են, որ այդ դանդաղության մեջ բառերը հասկանաս, որտեվ այնտեղի ակուստիկան այդպիսին է։ Այսինքն ինձ առնվազն դա պետք էր իմանալ, իսկ դա ասում եք ֆիզիկա առարկայից, բազաները, հետո բնականաբար դու ինքդ շատացնում ես, որ իմանաս, թե տվյալ դահլիճում ինչ ստեղծագործություն կարելի է նվագել կամ երգել։ Ասեցի ինձ պետք էր մարդկանց կառավարելու հմտություններ, որ առարկամ պիտի սովորեի, որ մարդկային այդ ռեսուրսի կառավարումը իմանայի, ոնց կառավարեմ մարդկանց։ Հասարակագիտություն միգուցե, էլ ինչ։ Սա մի քիչ դժվար հարց է, որովհետև մի առարկայով չես սովորում, էլ ինչ։ Մասնագիտական կողմնորոշումները, հոգեբանություն, շատ ճիշտ, հոգեբանություն մարդկանց, էլ ինչ, ձեր կարծիքով։ Այն հասարակ առարկաներ, որ դուք հիմա դպրոցում սովորում եք։ Պատմություն էլ էր պետք սովորել լավ, այդ մարդկային բանի խմբերի կառավարումը, պատմության մեջ միշտ օրինակներ կան, տարբեր տեսակի օրինակներ կան, թե այս ինչ իշխանը ոնց կառավարեց, այն ինչ, չգիտեմ, բանը ոնց արեց։ Հոգեբանություն, չէ՞ որ մարդկանց հետ ես շփվում, ամեն անգամ քո գործը մարդկանց հետ է, դու պետք է հոգեբանությունից էլ մի քանի բան ունենաս, նաև փիլիսոփայության մեջ մարդկային հարաբերությունների եւ ընդհանրապես այդ բաների մեջ ահագին հետաքրքիր բաներ կա։ Ես կարող եմ այսպես գնալ հերթականությամբ բոլոր մասնագիտությունների մասին խոսել ու մենք կհասկանանք, որ մի առարկա պետք չի։ Բոլոր առարկաներն են պետք։ Տեսեք, երաժշտությունը ոչ մեկ չէր պատկերացնի, որ այդքան բաներ կարելի էր սովորել, որպեսզի դառնալ երաժիշտ։ Մենք ֆիքսեցինք, որպեսզի դառնանք ինչ-որ մի մասնագետ, կապ չունի որ ոլորտում, մեզ պետք են բազմաթիվ, բազմակողմանի գիտելիքներ։ Տեսեք, ինչքան բան խոսեցինք այս դպրոցների եւ սովորելու եւ դրա կարևորության մասին, բայց հիշեք, որ առաջին հերթին, այն ինչ որ սկզբում ասեցիք, բոլորը ճիշտ եք, առաջին հերթին դուք կառուցում եք ինքներդ ձեզ, որպես մարդ ու շատ ինքնավստահ, գիտելիքներով, լեցուն մարդ ես։ Հետո դու քո ընկերների շրջապատում արդեն կայացած անձնավորություն ես որպես նայում։ Հետո դու դառնում ես ինչ-որ մի բանի մասնագետ, լավ մասնագետ ես, որտեղ լիքը բաներ ես սովորել։ Հետո դրանից հետո, բնականաբար, եթե դու լինես լավ կայացած մարդ, եթե դու լինես լավ ընկեր, լավ ընտանիքի անդամ, ամուսին, կին, չգիտեմ, երեխա, տղա, տատիկ, հետո լինես լավ մասնագետ, հիմա գալիս ենք այն առաջի խոսքին, որ դու ասեցիր, ուզած թե չուզած լինում ես լավ քաղաքացի, երկրիդ համար հայրենասեր մարդ։
Հայրենասիրությունը նա չի, որ անպայման զենքը վերցնես, գնաս սահման պահես։ Դա էլ է շատ կարևոր։ Հայրենասիրությունը, որ սենց խոսում ենք, այն ինչ որ բոլորս պիտի անենք։ Եթե դու աշակերտ ես, դու լավ ես սովորում, դու լավ ես հաճախում դպրոց, ուրեմն լավ հայրենասեր մարդ ես։ Եթե դու ուսուցիչ ես կամ ուրիշ մասնագետ ես, քո գործը լավ անում ես, բարեխիղճ ձևով, սրտացավ ձևով, դու լավ հայրենասեր մարդ ես, լավ քաղաքացի ես։ Ընդամենը դա է պետք։ Լավ, եկեք էլի առաջ գնանք, հավել արվեստներից կխոսենք, էլ ինչ եմ արել, ջիժորություն արեցի, օպերային թատրոնում ահագին երկար ժամանակներ աշխատեցի, դե պարզ է, էլի նույն պատկերացնում եք ինչերա պետք։ Մի օր ինձ ասեցին օպերայի թատրոնում կարող ես ինչ-որ մի բան անել։ Ասի շատ լավ, երբեք չէի աշխատել օպերային թատրոնում, ոչ տեղ, ոչ էլ այնտեղ։ Առաջարկ եկավ, ասեցի լավ, գնամ աշխատեմ։ Սկզբում խմբավար, հետո բեմին արտիստ, հետո սկսեցի ինքս ինձ, ասենք, պրոդյուսերական աշխատանքներ անել։ Այն ինչ որ ասում, դուք պատկերացրեք ինչ հմտություններ ա պետք եղել այդ ընթացքում։ Բնականաբար այդ ամեն ինչը ես միայն դպրոցում չէի սովորել կամ կոնսերվատորիայում կամ քոլեջում։ Ես անընդհատ սովորում էի։ Անընդհատ ասում էի գնամ կարդամ ստեղից, այսինքն այդ process-ը կա, անընդհատ կա։ Հետո էլ ինչ եմ արել։ Դասավանդել եմ կոնսերվատորիայում, արդեն որպես դասախոս։ Արդեն դե մանկավարժի հմտություններ էին, սպետ մանկավարժի հոգեբանություն, մանկավարժի մոտեցումներ։ Դրանից հետո ինչ եմ արել։ Դրանից հետո համալսարանի տնօրեն եմ եղել երկար տարիներ։ Մեծ համալսարան, որտեղ երաժշտություն չկար, երաժշտություն չէր դասավանդում, արվեստներ դասավանդում, բայց ոչ երաժշտություն, ուրիշ հումանիտար առարկաներ եւ այլ եւ այլ։ Այդտեղ էլ արդեն ուրիշ հմտություններ էր պետք, ինչ վարչարական հմտություններ, այնտեղ թղթաբանություն անես, գնաս ֆինանսավորումներ ճարես, էս անես, այն անես, տենց։ Դրանից հետո ինձ ասին, դու արդեն կարող ես գնալ քաղաքականություն էլ անել։ Ասեցի լավ, հետաքրքրում է ինձ, որ այնտեղ մի հատ քաղաքի ինչ որ համայնքային ընտրություններում մասնակցեմ, ընտրվեմ, այսինքն գնացել է, այնտեղ ընտրում են։ Դուք ընտրում եք, այսինքն դուք չէ, 18 տարեկանից բարձր աները քաղաքացիները ընտրում են։ Գնացի թիմով իհարկե, ընտրություններին մասնակցեցինք, ընտրվեցինք, դարձա փոխքաղաքապետ, քաղաքապետի տեղակալ։ Մի մեծ քաղաքի։ Այդտեղ էլ պատկերացնում եք, չէ՞ ինչ հմտություններ է պետք։ Չենք կարող ասել միայն էս էր պետք կամ միայն այն էր պետք։ Այդտեղ է տարբեր հմտություններ։ Էլի այդ ընթացքում սովորում էի եւ այն ինչ որ սովորում էի, ես ներդնում էի այդտեղ։ Եվ հիմա կարող է հարց ցակի, ասեք լավ, փոխքաղաքապետ եւ երաժիշտ։ Բա երաժշտությունը ինչ էր պետք։ Ձեր կարծիքով պետք էր, թե պետք չէր, որ ես դառնայի ինչ որ մի պահի փոխքաղաքապետ։ Թել մի հատ մտածեք։ Դե իմ ցանկությունն է, պարզ է, որ իմ ցանկությունն է, բայց արդյոք ինչով ես կարող էի, ինձ երաժշտությունը ինչով էր պետք, ինչի համար էր պետք, որպեսզի ես դառնայի փոխքաղաքապետ։ Այո։ Դե հիմնականում մեր օրերում արվեստին այդքան ուշադրություն չի դարձվում ու երբ որ դուք երաժիշտից արդեն դարձաք փոխքաղաքապետ, հիմնականում երբ որ դուք եղել եք մի բնակավարում, արդեն այս մի բնակավարում կփորձեք այդ զարգացնել ու մարդկանց մեջ հիմնականում արվեստը սերմանել, որ իրանք հետագայում հասկանային արվեստի իմաստը ու իրանք էլ ինչ որ մի բանով օգտակար լինեն արվեստին։ Ված չի ասում։ Հա, հիմա փոխանցենք ես։ Քանի որ մենք երաժշտության համար նշեցինք շատ առարկաներ, որոնք ձեզ պետք էր, դրանցից շատեր նաև պետք են փոխքաղաքապետ դառնալու համար ու դրանք ձեզ օգնել են նորից։ Հետաքրքիր ձեզ մի բան ասեմ։ Այստեղ Ֆրանսիայում, Գերմանիայում, չգիտեմ, Միացյալ Թագավորություններում շատ հետաքրքիր բան եմ նկատել, որ այդ փոխքաղաքապետերը, մարզպետները, նախարարները եւ այլն, իրենք հիմնականում, ասենք, այդ պատմության ուղղությամբ կամ այդ հումանիտար առարկաների կրթությամբ այդտենց մարդիկ են բոլորը եղել, լավ մասնագետներ, որ ասում են, ոյս ինչ լավ մարդ է, համ լավ խոսում է, լավ մասնագետ է, լավ քաղաքական գործիչ է, լավ խոսում է, ասենք լավ ներկայացնում ու հետաքրքիր կրեատիվ մտքեր ունի, բոլորը
բոլորը ինչ որ մի պահի արվեստով զբաղվել են։ Ես նայում եմ ամեն տեղ շատ կրեատիվ մտքեր ասողները միշտ արվեստով զբաղվել կամ երեխա ժամանակ կամ երիտասարդ ժամանակ կամ ինչ որ մի պահի արվեստով զբաղվել։ Ես հասկացա, ես սկզբում ճիշտ ասած որ սկսեցի այդ քաղաքականությամբ զբաղվել, ես մի տեսակ բան էի անում, դա շատ չէի ասում, որ երաժիշտ եմ բան, դա ասում եմ, որ բոլորը ինչ որ sense բիզնես սքուլեր են ավարտել, հայ սքուլեր են ավարտել, չգիտեմ ինչեր, ես կոնսերվատորիա եմ ավարտել, հետո հասկացա, որ ասում եի կարողա ծաղրեն, բայց իզուր էի տենց մտածում էլի, հետո հասկացա, որ դա իմ երաժիշտ լինելը տեսեք ինչքան բազմակողմանի բաներ ունեի, չէ, ինչպես ասեցիր, եւ իմ ուղին, փորձառությունները, կյանքի ուղին եւ մասնագիտական ուղին, ուղղակի կարող են դառնալ եւ դարձան իմ համար շատ կարեւոր գործիքներ։ Ասենք ես հենց մի հատ կրեատիվ մի բան, կրեատիվ բառը հասկանում եք, չէ՞ ինչա։ Հա, կրեատիվ մի բան որ լինում էր, ես կայի, որովհետեւ երաժիշտ եմ, ես կրեատիվ անընդհատ ես մտածում էի, sense նոր բաներ, մարդիկ զարմանում են ասում, «Ոնց գտարը sense» Որտեվ արվեստը սահման չունի, մտահորիզոնը այնքան է բացվում, ամբողջ կյանքդ բացվում է, անընդհատ։ Ուրիշ բան, որպեսզի կարողանաս քո մտահորիզոնը բացես, եթե առարկաները, տարբեր առարկաները ճանաչում ես, դա միայն քեզ օգնում է, որպեսզի մտահորիզոնը լավ բացես։ Մաթեմատիկայից բռնած, քիմիայից, լեզուներից, պատմությունից, փիլիսոփայությունից, այն ինչ որ ասում եք դպրոցում։ Հիմա կարող է այդ կապը չտեսնեք։ Ոնց կարող է, ասենք մաթեմատիկան մեզ օգնի ինչ-որ մի բանում։ Ասում եմ, յանի թվերը էլի դնում հաշվում ենք։ Բայց հետո հասկանում ես, որ օգնում է։ Այդ պահին։ Մի խոսքով, հետ էլ այդպես եղավ, բարձա չէ, ինչքան կարևոր էր այս ամեն ընթացքում, ամեն իմ կյանքի ընթացքում ցույց տվեցի, թե որքանով ինձ օգնեցի ինքս ինձ, որտեղ ինձ ոչ մեկ չի օգնել։ Ես ինքս ինձ եմ օգնել, ինչ անելով Սովորելով, բայց ընթացքում էլ ես կարծեմ եղել եմ համ լավ ընկեր, որովհետև այդ հարաբերությունները կարողացել եմ պահեմ, համ լավ ընտանիքի անդամ, համ ոնց որ դու էիր ասում, լավ քաղաքացի, քանի որ ուզեցել եմ օգուտ տամ հանրությանը։ Եվ հիմա այս պահին մեծ խանդավառությամբ Հայաստանի Հանրապետության։ Խոսքը գնաց սովորելուց եւ կրթվելուց, որ առաջին հերթին մարդը իր համար է կրթվում եւ երկրի, բայց որոշակի մարդիկ եւ հասարակության մեծամասնությունը կրթվում է երկիրը լքելու համար։ Ինչ խորհուրդ կտաք նրանց։ Ես չեմ կարծում, որ իրանք կրթվում են երկիրը լքելու համար։ Իրանք կրթվում են, բայց մի պահ գալիս է, ասում են Այս երկրում, ասենք կամ այս պայմաններում ես չեմ կարողանում գտնել այն գործը, որպեսզի ես կատարեմ, կամ գտել եմ գործ, ասենք թե աշխատավարձս այնքան ցածր է, չի ստացվում ընտանիք պահել եւ այլ, եկեք անկեղծ խոսենք, էլի։ Ես ինքս լքել եմ Հայաստանը ինչ-որ մի պահի, իմ ուզելով չի եղել ուրիշ քաղաքական եւ այլ տարբեր պատճառներով 90-ական թվականներին, դրա համար շատ լավ պատկերացնում եմ այդ մեխանիզմը։ Եվ ինչ ասում, զանգում է, չգիտեմ, ինչ-որ բարեկամին, որը որ Լեհաստանում ասում է, գիտես, տեղ մի հատ բան կա, արտադրամաս կա, ինչ-որ վճարում են, լավ, արի ստեղ աշխատենք միասին ու գնում այնտեղ աշխատելու, հետո էլ գալիս է ընտանիքին տանում է եւ այլ։ Ցավալի պատմություն է, բայց միգուցե պետք պատմություն է, որովհետեւ այս հիմա ինչ ենք անում մենք, կառավարությունը ինչ է անում։ Շատ դժվար process-ի մեջ, որովհետև տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ մենք տեսել ենք, թե ոնց են մեր հայրենակիցները թողել երկրից գնացել են, որպեսզի ավելի լավ կյանք ունենան, իրենց աշխատանքով ապրեն։ Հիմա մենք երևի լսած կլինես, որ ինչ ենք անում, մեր ամենակառավարության առաջնային ծրագիրը որն է, կարող է լսած լինես։ Չէ, կառավարության առաջնային ծրագիրը դպրոցներ կառուցելն է ու կրթությունն է։ Էլ չբացատրեմ, չէ ինչի համար։ Հասկացաք, չէ ինչումն է կապը։ Դժբախտաբար կրթության համար երկու օրում չի ստացվի։ Այսինքն այս պահին մենք կառուցում ենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ, որոնցից ահագինը պատրաստ է։ Մեկ տարի հետո 300 նոր դպրոցներ վերանորոգված կամ բանեղած, ուրեմն հիմնանորոգված կլինեն։ Բայց 27 թվին
մեր խնդիրները չի վերջանա, չէ՞։ Մեզ պետք են երկար տարիներ, որպեսզի դուք դառնաք լավ մասնագետներ, դուք բացեք լավ բիզնեսներ, դուք լինեք ամեն մեկը ձեր ոլորտում լավ, ուրեմն տիրապետող կադրեր ու զարգացնեք։ Այդ ամբողջ process-ը դրա մեջ է։ Դուք համառոտ ներկայացրիք ձեր անցած ուղին, որ հիմա ինչ պաշտոնի եք հասել։ Հիմա ուսումնասիրելով շատ մարդկանց կենսագրություն, գիտենք, որ բոլորի կյանքում էլ եղել է ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, ով vocation-չել է այդ ողջ ճանապարհին։ Հիմա ձեր կյանքում եղել է այդ մարդը կամ ինչ-որ իրադարձություն, որը ձեզ ուժ է տվել անընդհատ պայքարելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Այո, եղել է։ Եվ ոչ մի հատ մարդ, այլ մարդիկ ամեն էտապում եղել են տարբեր մարդիկ, որպես ինձ մոդել, ասում էի, այ ինձ կուզեի սրան նմանվեի։ Սովորեմ, իրեն նմանվեմ, բայց եղել են ֆիզիկական մարդիկ, որոնք եղել են, ասենք, մի ժամանակ հիշում եմ, կոնսերվատորիայի տնօրեն ունենք, մի հրաշալի երաժիշտ էր, ֆրանսիացի, դաշնակահար էր նախկին ու հիմա դարձել կոնսերվատորիայի տնօրեն, այնքան sense մտածող, շատ հավասարակշռած մարդ էր, ինքը դարձել իմ մոդելը մի քանի տարի, ես ասում եի առնվազն իր գիտելիքների չափ պետքա ունենամ, գնամ սովորեմ։ Բայց անկեղծ ասած ինձ համար եղել են ուղեցույցները, եղել են պատմական բաները, կերպարները, արվեստի մեջ բնականաբար, քանի որ ես անընդհատ արվեստի մեջ եմ եղել, օրինակ Բեթհովենը իմ համար եղել է շատ մեծ, ուրեմն հետաքրքիր դեմք, ոչ միայն նրա համար, որ գրել է այդպես սիմֆոնիաներ ու 1001 այդպես ստեղծագործություններ, այլ որպես մտածող։ Ինքը ահավոր մտածող երևույթ է եղել, շատ հետաքրքիր, որ առիթ լինի կարդակ, ինքը իմ համար եղել է ուղեցույց։ Ուտես տարբեր մարդիկ, տարբեր կերպարներ պատմական եղել են իմ ուրեմն ուղեցույցների բանի մեջ, այդպես որպես մոդել։ Եղել է որոշ ժամանակահատված, երբ ցանկանում եք վերադառնալ ձեր նախկին մասնագիտությանը, զգալ այն զգացողությունները, ինչ տարիներ առաջ, թե զգում եք, որ գտել եք ձեր եսը եւ ճիշտ տեղում եք։ Շատ լավ հարց տվեցիր։ Ես ճիշտ ասած երբեք չեմ թողել իմ առաջին մասնագիտությունը, մինչև հիմա էլ ստեղ եմ։ Մասնագիտությանս մեջ եմ, որովհետև համակարգում եմ այդ ամբողջ ոլորտը, ոչ միայն երաժշտությունը, այլ մնացած արվեստները։ Ես ուզած թե չուզած, ես այտենց օր չկա, որ ես միջոցառման չլինեմ, այտենց օր չկա, որ ես արվեստագետների հետ չզրուցեմ, այտենց օր չկա, որ ինչ-որ մի հատ երաժշտության, արվեստի, թատրոնի, կինոյի հետ չառնչվեմ։ Այսինքն ես մնացել եմ, տենց էլ մեջն եմ մնացել։ Դուրս չեկա տենց էլ։ Կապը անընդհատ կա։ Եվ կարծում եմ երբեք դուրս չեմ գա, որովհետև հիանալի մշակույթը, երեխեք ջան, մշակույթը մի ասես դուռա, որ բացեցիր, այդ լրիվ ուրիշ աշխարհ է։ Ու դու դառնում ես լրիվ ուրիշ մարդ, ուրիշ բանում, ուրեմն sense գալակտիկայում, այսպես ասեմ, շատ հետաքրքիր դռներ անընդհատ ամեն օր բացվում։ Դուք ոնց որոշեցիք, որ պետք է դառնաք դիրիժոր։ Տես, Գիսանե ջան, սկսեցի, որ ամենափոքր ժամանակ, ես էլ դες չէի ուզում, մերոնք որոշեցին, որ 6 տարեկան է, սկսեցին ջութակի դրեցին, ասին գնա ջութակ, որ հիշում եմ, ոչ չէի սիրում, բայց սովորեցի, մի քանի տարի գնացի, հետո ասին, լավ, մի հատ ինչ-որ լավ եկչախումբ է բացվել, տղաների եկչախումբ էր ինչ-որ բացվել, նորություն էր Հայաստանում, ասին, այդ է լավ կլինի, գնա, գնացի, զգացի, որ այդ խմբակային աշխատանքը, այսինքն եկչախումբեր մի 40-50 երեխա էինք բան, դրա հետ զուգահեռ դե սովորում էի, դաշտամուր, սոլֆեջը, պատմություն, ինչ ասես սովորում էի, երաժշտական դպրոցում էի փաստորեն, ամեն բոլոր առարկաները սովորում էի, հետո որ արդեն դարձա քոլեջի տարիքի, այսինքն ձեզանից մի քիչ մեծ դարձա, ես հասկացա, որ ուզում եմ ինչ-որ բան անեմ, երաժշտության մեջ գնամ ու ամենալավը այն էր, որ ես, ասենք, այդպես խմբակային ինչ-որ մի բան անեի, հասկացա, որ ջիղ ունեմ ինչ-որ մարդկանց կառավարելու, բան, այդպես ասի լավ, դիրիժոր, ու այդպես գնաց, խմբավար, այո։ Ինչ խորտ կտակ ապագա սերունդին։ Ասեմ, այն ինչ-որ ես մի ժամից ավելա խոսում ենք, սովորել։ Երեխեք ջան, սա հենց նենց խոսքեր ջան, ասում եմ, պետքա սովորենք, ամենացանկացած, ինչ ուզում ես արա, մեկա սովորելը, մի բան սովորելը եւ այդ որ ասեմ սովորել դա չի նշանակում ասենց առավ դեկար դպրոց ինչ որ սովորեցիր գնացիր տ միայն դա չի
Դու այսօր տեսեք դպրոցում չեք, բանում, ասինքն դպրոցական ժամին չեք, դպրոցի շենքում եք, բայց հուսամ որ մի բան սովորեցիք։ Ես օրինակ սովորեցի, այս պահին որ ես էի շատ խոսում, բայց սովորեցի։ Ձեր հարցերից ես բաներ սովորեցի։ Եվ սա նստելու եմ այս ամբողջ ճանապարհին մտածել եմ, ասեմ, բայց ինչի սենց հարց տվեց, ինչ եղավ, որ ասենց մտածելու եմ անընդհատ ու ինչ որ վստահաբար ես սրանից հետո մի բան սովորած եմ լինել։ Այդ դուք էլ պետք է այդ ունենաք ինչ որ մի պահի գաք։ Ես գիտեմ սովորելը հեշտ բան չի։ Հենց չէ՞ որ սենց հոպ արեցիր գնաց։ Սովորելու համար մեկը ասեց, սկզբում ասեց ջանք է պետք։ Այո։ Բայց վստահեցնում եմ մի պահ է գալիս, չգիտեմ, ամեն մարդու մոտ տարբեր տարիքի, որ այդ ջանքը ցենց այնքան հաճելի է դառնում այդ ջանք գործադրելը։ Այն սպորտային սպորտսմեններին որ հարցնեք, իրենք ջանք են չէ գործադրում, ինչ որ վազում են կամ ըմբիշ են կամ չգիտեմ ծանրամարտիկ են, այսինչ դժվար է, ֆիզիկական ջանք է պետք գործադրել, բայց մի պահ է գալիս, դրանից հաճույք է ստանում։ Իսկ սովորելուց վստահաբար հաճույք է ստանալու, ինչ-որ մի պահի։ Ձեզ ստիպել են զբաղվել երաժշտությամբ։ Չէ, սկզբում տենց բան էին արել, ուղղակի գիտես ինչներ, որ ասեցի տենց բանով գնում էի ջութա, գործիքի ընտրությունը իմը չէր։ Ուղղակի մերոնք ասեն լավ է, ջութակը տենց սիրուն գործիք է, թող ջութակ սովորի։ Այդտեղ էլ կարևոր է թե ինչ գործիք։ Կարող է ինձ հենց սկզբում ասեին կլարնետ, կարող է ավելի շատ դուրս գար։ Բայց այդ ընտրությունը ես չէի ունեցել։ Հետո տենց ընթացքում հասկացա, որ ասենք երկեցողությունը բան ավելի շատ է դուրս գալի։ Դրա համար գնացի տենց, բայց չեն ստիպել։ Ձեր մասնագիտություններից որ մասնագիտությունն է ձեզ ավելի ոգեշնչել եւ ինչի համար։ Ճիշտ ասած բոլորը, բայց հիմա շատ ավելի ինձ թվում է այս պահին շատ ավելի ոգեշնչված եմ, որովհետեւ գիտեմ այն ինչ որ անում եմ հազարավոր մարդկանց համար եմ անում, մշակույթի համար եմ անում, արվեստների համար եմ անում, այդ թվում նաև ձեզ համար եւ ամեն օր որ զարթում եմ, ես չասած ժամեր ունեմ աշխատանքի, որ տենց առավոտյան ժամը 8-ին գործի, ես չգիտեմ ժամ քանիսին եմ դնում, բայց երբևիցե հոգնած չեմ զգում գլխիս մեջ, ինձպես ֆիզիկապես հոգնած եմ, բայց գլխիս մեջ հոգնած չեմ զգում, որովհետեւ գիտեմ ինչի համար եմ անում եւ ում համար եմ անում։ Ու դա ինձ քաջալերում է։ Ես հիմիկվա աշխատանքս շատ սիրում եմ։ Այս ամեն ինչի համար եմ ասում։ Մենք բոլորդ գիտեք, Հայաստանում մենք ունենք դժվարություններ, մենք ունենք խնդիրներ, մենք ունենք խնդիրներ լուծելու, բայց այսօր պետք է մի բան բոլորս հիշենք։ Այսօր Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Ես իմ փորձառությունը երկար, տեսեք, տարբեր բաներ եմ արել, տարբեր երկրներում, տարբեր մարդկանց, հազարավոր մարդկանց եմ, բայց ես այսօր կարծում եմ, ու մենք ամեն ինչ անում ենք, կառավարությունը ամեն ինչ անում, որ այսօր Հայաստանում ամեն ինչ հնարավոր լինի ձեզ համար, ձեր սերնդի համար։ Ամեն ինչ հնարավոր է, ինչ է նշանակում։ Նշանակում է, որ եթե դու ուզում ես դառնաս, չգիտեմ, մանկավարժ, դու կարող ես դառնալ։ Եթե ուզում ես դառնալ բիզնեսմեն, կարող ես, ուզում ես դառնալ բժիշկ, կարող ես ստոմատոլոգ, կարող ինչ ուզես, կարող ես անել։ Մի հատ պայման կա։ Սովորել, նախաձեռնել, նաև, չէ, նախաձեռնես մի բան անես ու աշխատել։ Բայց այդ սովորելու մեջ են մտնում, սովորել, կրթվել։ Նախաձեռնես, կրթվես ու աշխատես։ Ամեն ինչ հնարավոր է։ Սա շատ լավ երկիր է։ Ես ձեզ ավելին ասեմ, կարող այստեղ ավելի շատ բան է հնարավոր, քան թե ձեր տարիքի երեխաների համար Ֆրանսիայում կամ Գերմանիայում։ Էդ էլ ուրիշ թեմա է, խոսենք, բայց ամեն ինչ հնարավոր է։ Ձեզ ամեն օր առավոտ, ամեն օր ասեք, որ հնարավոր է։ Եթե ես սովորեմ, եթե ես նախաձեռնեմ, եթե ես աշխատեմ, ամեն ինչ հնարավոր է։ Այսօր քո արվեստը դպրոցում ծրագրի շրջանակներում ունեցանք զրույց Դանիել Դանիելյանի հետ։ Այս զրույցը շատ դրական ազդեցություն ունեցավ մեզ բոլորիս վրա։ Այս ծրագրից ես սովորեցի, որ կրթությունը մարդու կյանքում առաջին տեղն է գրավում։
Մենք պետք է իմանանք, որ պետք է ունենանք գիտելիքներ յուրաքանչյուր առարկայից եւ ապագայում այդ ամենը ավելի շատ կհասկանանք։ Շատ հաճելի զրույց էր եւ ես անձամբ կցանկանայի, որ բավականին երկար տևեր։ Շնորհակալ եմ նաև Դանիել Դանիելյանին, որովհետև նրա խորհրդով շատ երեխաներ հիմա ավելի մեծ ուշադրություն կսևեռեին սովորելուն։ Եվ կցանկանայի, որ նման հանդիպումներ, զրույցներ ավելի հաճախ լինեին։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Լուսաբաց։ Սուրճ, թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Երկուսն էլ։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Լռություն։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Մարդիկ։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Ես նյութականից այդքան բան չեմ, պարտադիր ոչի բան չկա, կարևորը մթնոլորտը լավ լինի, գույներ լինեն։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Բեթհովենի հետ կուզեի հանդիպել։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Մտքի զգացողություն։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Ասահման սիրուց։ Ինչն է ավելի կարևոր՝ ձևը, թե բովանդակությունը։ Ձևը իրականում բովանդակությունն է, որ դուրս է գալիս։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Աշխարհին յուրահատուկ հայացքով նայելը։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Լռելը։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Սովորել։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Սիրեք միմյանց։